Շնորհակալ եմ հարցի համար, նախ անդրադառնամ այն թեմային, թե բացառում եմ արդյոք այն իրավիճակը 2013 թվականի, երբ Հայաստանը մի գիշերում, թե երկու գիշերում հրաժարվեց Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից եւ որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միության կամ Մաքսային միության ուղղությամբ գնալ, հարցին պատասխանեմ կարճ եւ կոնկրետ, այո, բացառում եմ, դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը եւ սա կարծում եմ տրամաբանական է ցանկացած երկրի համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, իմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը,